Շինծու է մեղադրանքը, որով կալանավորվել է հետախույզ Արթուր Ավանեսյանը, Կանդազը, ասում են նրա կուսակցական ընկերները։ Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավարը 2 ամսով կալանավորվել է ընտրակաշարք տալու ստանալու մեղադրանքով։ Սահմանափակվել է նաև նրա տեսակցության իրավունքը։ Հակակոռուպցիոն կոմիտեի 3 հրապարակած հերթական ձայնագրությունն է Ավանեսյանին կալանավորելու հիմքը դարձել։ Նախ ով է ստուգել այդ ձայնագրությունների հավաստիությունը։ Երկրորդը, արդյոք իրավասու են այդ ձայնագրությունները պետական մարմինները այդ չափ ու այդ քանակի ու այդ բնույթի շահագործել։ Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան վտանգավոր է դառնում հակակոռուպցիոն կոմիտեի մարտավարությունը, նկատում է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա տպավորություն ունի, որ քրեականացնում են անգամ նախընտրական ծրագրերը։ Այսինքն պայմանականորեն 300,000 աշխատատեղերը ստեղծելու վերաբերյալ մանրամասն ներկայացնելը վերածվում է հանցանքի։ Մատչելի բնակարանի ծրագիրը ուժեղ Հայաստանի փորձում են մեկնաբանել այդ տիրույթում։ Չարագուշակ մի բան է տեսնում արցախցի փաստաբան Ռոման Երեսյանը հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրության տակ, որտեղ արցախյան բարբառով տղամարդիկ ընդամենը խոսում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասին։ Ձայնագրությունը քննիչները միտումնավոր կամ առնվազն կոպիտ ազգուշությամբ սղագրել են կամ համառոտագրել են շատ սխալ եղանակով, անգամ արցախցիների բարբառը չեն կարողացել տեղի մեջ բերել, այդտեղ բառեր կան, որ անգամ չեն համապատասխանում մարդու խոսքին, այդպես են հասկացել։ Գրվում է առույցի նման։ Քաղաքական հետապնդում է Կանդազին 2 ամսով կալանավորելը, ասում է Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Գոհար Մելոյանը։ Նա նկատում է վերջին 2 շաբաթում իրավապահները ամենօրյա ռեժիմով կատվածահար են անում իրենց մարզային գրասենյակների աշխատանքը, ձերբակալում են իրենց համախոհներին։ Եթե իրենք վախեր չունենային մեզնից, չէին փորձի այսպիսի վախի մթնոլորտ հանրության համար ձևավորել։ Ու ասեմ ավելին, հա, այս միջամտությունները ու այս վախի մթնոլորտները ավելի են բարկացնում քաղաքացիներին։ Չեն ուզում նախաքննական գաղտնիք բացել փաստաբանները, բայց վստահեցնում են, փուչիկ է այս քրեական գործը։ Էդգար Ղուշյան, Հերիկ Համազասպյան, Միլենա Պողոսյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։